Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավելու համար։ Ես հանձնաժողովի թերևս ամենաերիտասարդ անդամն եմ եւ մեծ պատիվ է նման փորձառու եւ հեղինակավոր մասնագետների հետ ընդգրկված լինել նույն հանձնաժողովում, որի հիմնական նպատակը քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների համար մղվող պայքարն է։ Այսօր թերևս արդիական է այդ հարցը, քանի որ Հայաստանում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի եւ նման հանձնաժողովի գոյությունը ինքնին կարող է նպաստել այդ բռնաճնշումների թուլացմանը։ Ինքս փաստաբանական գործունեություն ծավալելիս բազմաթիվ դեպքերի եմ առնչվել, բազմաթիվ խախտումներ եմ արձանագրել, որոնք տեղի ունեցել ընտրական պրոցեսների ընթացքում կամ ոչ ընտրական պրոցեսների ընթացքում քաղաքական խմբերի, քաղաքական անհատների հետ առնչվող։ Ինքս 3 համայնքային ընտրության եւ 1 արժանընտրության ներգրաված եմ եղել իրավական մասով եւ արձանագրել եմ, որ սկսած Երևանի ավականու ընտրություններից այդ խախտումները գնալով ավելի են ուժ գնացել եւ այդ բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի։ Դեռս Երևանի ավականու ընտրության ժամանակ զգացում էր այդ վարչական ռեսուրսի չարաշահման խախտումների դրվագները եւ ընդդուք քարոզարշավի վերջի օրը իշխող ուժի առաջնորդը սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմադիր տեխնոստերի հասցեին, բայց իրավապահ մարմինները որևէ արձագանք չէին տվել դրան։ Դրան հաջորդեցին արդեն Գյումրու ավականու ընտրությունները, որի վերջի օրին արդեն ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում խոզարկություններ էին իրականացվել, ձերբակալություններ էին տեղի ունեցել եւ այդ ամեն ինչի հիմքում դրվել էր օպերատիվ տեղեկատվություն ասվածը։ Իշխանությունները շատ են սիրում ամեն ապօրինության տակ այդ օպերատիվ տեղեկատվությունը ներկայացնել, որը իրականում գոյություն չունի, ուղղակի նախատեսված է տարբեր ապօրինի գործողություններ իրականացնելու համար, գաղտնալսումներ, ձայնագրություններ, խոզարկություններ, ձերբակալություններ, կալանքներ, առնվազն գոնե վարույթի նախաձեռնումներ։ Դրան հաջորդեցին արդեն վարշապատի ընտրություններում տեղի ունեցած խախտումները, որի ընթացքում բազմաթիվ նախկին գյուղապետեր էին մասնակցում, որոնց նկատմամբ անմիջապես ընտրություններից հետո սկսվեցին բռնաճնշումներ, քաղաքական հետապնդումներ հարուցվեցին 2000-ական թվականներին տեղի ունեցած ինչ-որ իրադարձությունների վերաբերյալ, որոնց վաղամության ժամկետը վաղուց անցել էր, եւ եթե այդ գյուղապետերը չմասնակցեին, նախկին գյուղապետերը չմասնակցեին ընտրությանը, իրավապահ մարմինները, քննչական մարմինները երբևէ չէին էլ հիշի վերջիններից գոյության մասին եւ այդ հետապնդումները առ այսօր շարունակվում են վերջիններից հանդեպ եւ արդեն արժանընտրությունների ընթացքում այս բռնաճնշումները հասան աննախադեպ մակարդակի, ապօրինությունները, այդ գաղտնալսումները նորից հարյուրավոր մարդկանց նկատմամբ առանց հիմնավորումների, թե ինչու է գաղտնալսում, ինչպես է հայտնաբերվել տեղեկատվություն, որ այդ մարդիկ ինչ-որ հանցանք պետք է կատարեն, նույն խոզարկությունները, նույն կալանքները, նույն ձերբակալությունները, ինքս ուսումնասիրել եմ, թե ինչպես են ընդհանրապես անցկացվել այդ խոզարկությունները եւ հիմնական ոճը այդ կոշտ մեթոդների դիմելն է, երբ որ անձի բնակարան են ներխուժում առանց որևէ որոշում ներկայացնելու, ներխուժում են, արգելում են որևէ գործողություն իրականացնել, մասնավորապես ձայնագրել, տեսանկարանել այդ գործընթացը, որից հետո կատարում են խոզարկություն, ընթացքում էլ փաստաթուղթը տալիս են, ասում են ծանոթացեք, որից հետո ոչ բոլոր դեպքերում իհարկե, բայց շատ հաճախ հարցաքննության են կանչում անձանց առանց ողջամիտ ժամանակ տալու փաստաբան գտնելու համար, որտեղ լինում են դեպքեր, երբ որ վաղ առավոտյան, իդեպ նշեմ, որ այս վաղ առավոտյան խոզարկությունները իշխանությունների սիրելի գործելավոճն է, շոկ են ենթարկում մարդկանց, անսպասելի գալով, միանգամից բնակարան ներխուժելով ու ողջամիտ ժամկետ չեն տրամադրում փաստաբան գտնելու եւ հրավիրում են քննչական բաժին եւ սպառնում, եթե չկան, իրենց չի հետաքրքրում փաստաբանով կգան, թե ում հետ կգան, եթե չգան, իրենց բերմանք է ենթարկել։ Նաեւ փաստաբանների հետ առնչվող բազմաթիվ խնդիրներից է, հայտնի խնդիրներից է, երբ որ օրինակ ձերբակալված անձի մոտ փաստաբանին թույլ չեն տալիս մուտք գործել, անձի համար ապահովել են հիմնական սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքներից մեկը իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Ես այս խախտումների մասին կարող եմ, չգիտեմ, օրերով, շաբաթներով խոսել, բազմաթիվ են այդ բռնաճնշումները եւ մեր հիմնական նպատակը պետք է լինի այս բռնաճնշումների մասով միջազգային եւ հանրային արձագանքի հասնելը, հակառակ դեպքում մենք մոտենում ենք անդառնալության կետի։ Շնորհակալություն։